Խնդրում եմ ուշադիր հետևել, ինչ է ասվում։ Որ կան մեր հանրության մեջ զգալի մաս, ովքեր վախենում են այդ տեսաձայնագրվելուց։ Դե ուրեմն վախենալու բան ունեն, չէ՞։ Դուք վախենում եք։ Այն մարդիկ, ովքեր վախենում են, որ իրանց պետքա ձայնագրում են եւ բան անեն, ուրեմն մի բան անում են, չէ՞։ Միտեղ մի բան անում են, չէ՞։ Այսպիսով, իշխող ուժի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, ԱԺ խմբակցության քարտուղարը, պատասխանելով լրագրողի հարցին, ուղիղ հաստատում է, որ այո, իշխող ուժի հրամանով տեղի է ունենում քաղաքացիների գաղտնալսում, երևի նաև հետևում են քաղաքացիներից շատերին։ Լրագրողը հարցնում է նրան, որ քաղաքացիները վախենում են գաղտնալսումներից, հետապնդումներից, սրան ի պատասխան իշխող ուժի ներկայացուցիչը ոչ միայն չի հերքում նման պրակտիկայի առկայությունը, ավելին սկսում է արդարացնել այդպիսի գործելավոճը, ուղիղ համարյա հայտարարելով, որ լավ ենք անում, հետևում ենք, ինչ խնդիր կա, եթե սխալ բան չեք արել, ինչու եք վախենում։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ նման գործելավոճը ուղիղ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, որտեղ ամրագրված է, որ առանց դատարանի որոշման որևէ մեկին չեն կարող գաղտնալսել, հետևել, ավելին, եթե նման եղանակով, այսինքն ապօրինի կերպով ձեռք են բերվում ապացույցներ, այդ ապացույցները դատարանում չեն էլ քննվում անգամ եւ բնականաբար դրանց հիման վրա որևէ որոշում չի կարող կայացվել։ Այսպիսին է օրենքը, բայց իշխող ուժի ներկայացուցիչը փաստացի ուղիղ հաստատում է այն պնդումները եւ այն ենթադրությունները, որոնք ամիսներ շարունակ կային ընդդիմադիրների շրջանակում եւ որոնցով մենք ասում էինք, որ քաղաքացիների լայն շրջանակ ապօրինի գաղտնալսվում է, նրանց վերաբերյալ ապօրինի կերպով ձեռք են բերվում տեղեկություններ, այդ թվում նաեւ անձնական բնույթի, որոնք հետո օգտագործվում են այդ մարդկանց դեմ, նրանց ստիպելու անել որևէ արարք կամ հեռու մնալ որևէ գործողություն անելուց կամ ընդհանրապես ստիպելու ենթարկվել իշխանության կամքին, այսինքն շանտաժային քաղաքականության համար ձեռք են բերվում տեղեկություններ ապօրինի կերպով։ Այս մասին հաստատում է իշխող ուժի ամենակարկառուն ներկայացուցիչը, ֆրակցիայի քարտուղարը։ Ահա այս մեթոդներով է իշխող ուժը հարաբերվում սեփական քաղաքացիների հետ։